Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կշարունակենք խոսել Սիրիայում ձևավորված իրավիճակի մասին։ Ես պետք է ձեզ տեղյակ պահեմ, որ սիրիական արաբական պետության ուժերը, այսինքն Ալ-Ջուլանի ղեկավարության տակ գտնվող այդ սիրիական ուժերը, որոնց աջակցում է Թուրքիան, անցել են էլ ավելի լայնածավալ գործողությունների, որի հետևանքները մենք ձեր հետ միասին մի փոքր ուշ արդեն քարտեզի շնորհիվ կդիտենք։ Ըստ վերջի հետախուզական տվյալների թուրքական հատուկ ջոկատայինները գտնվում են նաև Հալեպում եւ գործում են սիրիական զորքի հետ միասնական քրդական ուժերի դեմ։ Օդում Սիրիայի գտնվում է Միացյալ Նահանգների ռազմական օդուժը եւ իմ պատկերացումով լուրջ ազդակ ուղարկեցին Անկարային եւ ես դա կցույց տամ նաեւ քարտեզի վրա եւ փաստերով կապացուցեմ թե ինչ է տեղի ունենում։ Նաեւ Միացյալ Նահանգների այդտեղ ուղաթիռներ են երևում, ընդհանուր առումով իրավիճակը շատ ծանր է եւ շատ կարեւոր է որ մենք ձեր հետ միասին շարունակենք հետևելը իրադարձություններին եւ կարողանանք ձեր հետ միասին հասկանալ թե ինչ է տեղի ունենում շատ կարևոր աշխարհաքաղաքական կետում, ինչպիսին է Սիրիան եւ քրդերի հարցը, որը մեր հետ նաեւ անմիջապես կապ ունի։ Առաջին հերթին հարգելի հայրենակիցներ, ես ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, դրեք զանգակը եւ դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Եվ այսպես անցնենք արդեն քարտեզի։ Հարգելի հայրենակիցներ, այստեղ դուք տեսնում եք Սիրիայում այս պահին ձևավորված իրավիճակը, դեռ փակում եմ այս տեղեկատվությունները եւ դուք տեսնում եք այստեղ դեղինով նշված հատվածը, որը գտնվում է այս պահի դրությամբ սիրիական ժողովրդավարական ուժերի, այսինքն քրդական այդ ուժերի վերահսկողության տակ։ Առաջերտին նաև պետք է հիշեցնեմ ձեզ կարճ, որ հարավում այս կապույտ գույնով նշված տարածքը դա Հոլանի բարձունքներն են, որոնք գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ, ամենախոշոր ձևով նշվածը դա երկար ժամանակ է Իսրայելի վերահսկողության տակ է, իսկ կապույտ այդ գծից այս կողմ դա այն տարածքները, որը Բաշար Ալ-Ասադի ուրեմն իշխանությունների անկման տապալման հետո Իսրայելը զբաղեցրեց այդ տարածքները իր Հոլանի բարձունքները անվտանգությունը ապահովելու համար։ Սուվեյդայի շրջանը նաև տեսնում եք, որ առանձին է եւ ես ձեզ պետք է ասեմ, որ Սուվեյդայի շրջանում վերջերս տարբեր զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում եւ առհասարակ դա կարևոր ուղղություն է, բայց այս պահի դրությամբ մեզ հետաքրքրում է հենց Հալեպի ուղղությունով ձևավորված իրավիճակը եւ եթե դուք գնաք նայեք մեր վերջի վերլուծությունը, ապա ես կանխատեսել էի, որ սիրիական ուժերը կարողանալու են գրավել ուրեմն այս Դեյր Հաֆիր քաղաքը, տեսնում եք Դեյր Հաֆիրը, որը այս պահի դրությամբ գրաված է Դեյր Հաֆիրը եւ հետո Մասկանանել կարողանալու են գրավել։ Ուստի այս պահի դրությամբ մենք ձեր հետ միասին կարող ենք արձանագրել, որ սիրիական ուժերը ի օգնությամբ ուրեմն օգնություն է ուղարկվել կոնկրետ թուրքական կողմից, այսինքն Թուրքիայի հատուկ ջոկատայինները ակտիվորեն մասնակցել են ոչ միայն Հալեպի այդ հատվածում քրդական ուժերից ազատելու ըստ իրենց այդ հյուսիսային Շեյխ Մաքսուդ հատվածը, որի մասին մենք ձեր հետ խոսել ենք, այլ նաև Դեյր Հաֆիրը։ Եվ այս պահի դրությամբ հիմա հունվարի 17-ն է, ուրեմն երեկոյան ժամը 7-ը, Դեյր Հաֆիրը եւ Մասկանան գտնվում են ուրեմն սիրիական կենտրոնական իշխանության Ալ-Ջուլանի եւ թուրքական ուժերի վերահսկողության տակ։ Հիմա արդեն ավելի մանրամասն ձեր հետ միասին կուսումնասիրենք ստեղծված այստեղ իրավիճակը։ Եվ գնանք ժամեր առաջ, երբ այդ առաջի տեղաշարժը տեղի ունեցավ, որ ես ձեզ կարողանամ ցույց տամ իրադրությունը այդտեղ։ Ուրեմն այսպես էին մոտավորապես շարժվում դեպի պատերազմ սիրիական ուժերը։ هاي بلشت الاخوه تدخل دير حافر طبعا يا شباب. هلا حياك الله هلا. طبعا هاي الساعة 8 الصبح يا شباب، عشان ما حدا يقول لكم اني دخلة وما دخلة، هاي مباشر بإذن الله تعالى.
Շատ հետաքրքիր է, այստեղ լավ չի երևում, բայց իրականում թե ինչ դրոշ է, դա շատ հետաքրքիր կլիներ ավելի լավ որ տեսնեինք, որովհետև պարզ չի կոնկրետ ինչ դրոշ է այստեղ, բայց կան տարբեր տեղեկատվություններ այդ դրոշի նաև մասին, այդ դրոշերի մասին եւ ես մի փոքր ավելի ուշ ձեզ մանրամասն տեղյակ կպահեմ։ Ուրեմն 9 ժամ առաջ, այսինքն առավոտյան այսօր փակել էին մուտքը արդեն դեպի Դեյր Հաֆիր քաղաքը, Ալ-Արաբիան դրա մասին տեղեկացրեց եւ սիրիական ժողովրդավարական ուժերը սկսեցին հետ քաշվել Դեյր Հաֆիր քաղաքից։ Եվ Միացյալ Նահանգների պաշտոնական ուրեմն հայտարարությունով Wall Street Journal-ն է տարածել այդ հայտարարությունը, որ իրենք սպառնացել են ուրեմն կիրառել նորից պատժամիջոցներ Սիրիայի իշխանությունների դեմ, եթե իրենք շարունակեն ռազմական գործողությունները քրդերի դեմ, այսինքն Միացյալ Նահանգները քրդերին պաշտպանելու այստեղ կոնկրետ փորձ են արել եւ մենք կտեսնենք դա ինչ արդյունքներ է ունեցել։ Սիրիական ուրեմն իշխանությունների նպատակը արձանագրված էր եւ միջև Եփրատ գետը վերահսկողություն հաստատելն է։ Հիշում եք, հարգելի հայրենակիցներ, ես ասում եի ձեզ, որ հաստատ ամեն դեպքում սիրիական կենտրոնական իշխանությունները պայքարելու են հենց առնվազն Եփրատի աչափը ամբողջությամբ որ վերահսկեին։ Վերջի մեր վերլուծությունում ես դա ասել էի, ուստի մենք հիմա տեսնում ենք, որ իրանք հենց դա էլ անում են։ Այստեղ նաեւ սիրիական տանկեր ենք տեսնում։ Եվ հասկանալի է, որ այդ սիրիական տանկերը հեծեկել են Դեյր Հաֆիրի ուղղությունով, հին տանկեր են, բայց ամեն դեպքում, եթե համեմատենք նույն SDF-ի, այսինքն քրդական ժողովրդավարական ուժերի հետ, ապա պետք է ասել, որ իհարկե այդ տանկերը տալիս է իրենց հնարավորություն։ Եվ պետք է ասել, որ իրենք այդ տեղեկատվությունը տարածել են 7 ժամ առաջ, մոտավորապես, այսինքն 12-ին Երևանի ժամով, որ Դեյր Հաֆիրը եւ միջև այս հատվածը իրանք զորքերը հասել էին եւ դրանից հետո արդեն ոստիկանություն մտավ Դեյր Հաֆիրի ուղղությամբ եւ այլն, եւ մենք տեսնում ենք նաեւ նոր այստեղ տեղեկատվություններ իրենց շարժի մասին։ Եվ դրանից հետո արդեն կարելի ասել, որ իրանք հաստատում են այս բոլոր գյուղերում վերահսկողություն հաստատելը, այս հատվածում նաև եւ ըստ Սանայի տեղեկատվության մտել էին նաև այս քաղաք։ Եվ 7 ժամ առաջ արդեն հետ թողեցին այն բնակավայրի Դեյր Հաֆիրի բնակչությանը, որ վերադառնան քաղաք, որովհետև վերահսկողությունը հաստատվեց իրենց Դեյր Հաֆիրում։ Եվ սկսեցին Դեյր Հաֆիրի հատվածում այս սահմանափակումները, որը կային, մուտքում այդ քաղաքի հանել, մաքրել եւ արդեն ինտեգրել իրենց միասնական համակարգի մեջ։ Մենք տեսնում ենք, որ ուրեմն նույն ժամանակահատվածում եւ ես դες տեղյակ կպահեմ, որ ելույթ է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան, հայտարարել է, որ ուրեմն Ալլահի ներքո իսկ Ալլահը հիշեցնեմ, ով չգիտի, դա արաբերեն Աստված է ուղղակի նշանակում, նույն թարգմանությունն է, բայց իսլամի տրամաբանությունով իհարկե, Ալլահի ներքո ուրեմն այսպիսի տրամաբանություն կա, որ բոլոր ազգերը հավասար են եւ ով պաշտում են Ալլահին, այսինքն Աստծուն եւ այլն, ուստի այդ տրամաբանությունով շատ ընդունելի է մեր իր համար ինքն է հայտարարել քրդերը ինչպես ժողովուրդ, քրդերի սիրիացիքի արաբների կամ ուրեմն թուրքերի միջև տարբերություն չկա եւ ինքը կոչի արել, որ ասել է, որ քրդերի բնակչությունը կկարողանան լավ ապրել Սիրիայում, նույնիսկ Նովրուզը, այսինքն քրդական, արաբական չի, քրդական այդ տոնը ինքը հայտարարել է պետական տոն Սիրիայում եւ խոստացել է իրանց մշակութային իրավունքներ, որ կարողանան սովորել ուրեմն տարբեր դպրոցներում իրենց լեզուն եւ այլն, ամեն դեպքում այսպիսի հայտարարություններ արել եւ քրդական այս տարածքի ուրեմն առաջնորդները հայտարարել են
այդ թվում կոնկրետ քաղաքական եւ ռազմական առաջնորդությունը, որ այս քայլերը շատ կարևոր են եւ ողջունում են այս քայլերը, բայց այս քայլերը բավարար չեն։ Նաեւ պետք է ասեմ, որ սիրիական զորքերը շարունակեցին արդեն շարժը էլի դեպի արդեն այս հատված եւ հաջորդ քաղաքը գիտեք որ Մասկանան է եւ Մասկանան նաեւ գրավեցին, վերահսկողության տակ վերցրեցին։ Հիշում եք, ես ասում էի կոնկրետ Դեյր Հաֆիրը եւ Մասկանան հաստատ վերահսկողության տակ են վերցնելու եւ այստեղ նաեւ տեսնում ենք, որ SDF-ը ինչ է թողել այստեղ քաղաքում, իրանք տարածում են տարբեր ուրեմն այստեղ կադրերում, թե ինչ է SDF-ի վերահսկողության տակ այստեղ մնացել։ Ամեն դեպքում դա չէ ամենակարևորը։ Պետք է ասել, որ հետաքրքիր է SDF-ի հետ կապված այդ իրանց ավտոնոմ աշխատակազմի հայտարարությունով Իլհամ Ահմեդն է ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պատասխանատվություն կկրեն այն հանցագործությունների համար, որոնք իրենք կատարել են ուրեմն այս հատվածներում, այս պատերազմի ընթացքում։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ինչն է ամենակարևորը, որ մենք ձեր հետ միասին խոսել էինք եւ ամենահետաքրքիր հարցը վերաբերվում է արդեն կոնկրետ քաղաք Ատ Հավրային, թե ինչ իրավիճակ է այդտեղ ձևավորվելու, մենք դրա հետևից ձեր հետ միասին պետք է ակտիվ ուրեմն խոսենք, որովհետև տեսեք, այս քարտեզը տարածել է արդեն սիրիական կենտրոնական ուժերը։ Տեսնում եք, կանաչով նշված է այստեղ եւ արաբերեն այստեղ գրված է Դեյր Հաֆիր եւ Մասկանա, ես արաբերեն կարդում եմ նաեւ, համալսարանում եմ սովորում արաբերեն նաեւ եւ ուրեմն այս քաղաքը այլ Տապկա այս հատվածն է, տարբեր անվանումներ ունի, իհարկե արաբերեն Տապկա է այստեղ կարդացվում, բայց անգլերեն տարբերակում Տահավրա է գրված, բայց արաբերենը երևի ավելի ճիշտ լինի օգտագործել, ամեն դեպքում դա չի կենսականը։ Տեսնում եք, այստեղ կարմիրով է նշված ամբողջ տարածքը եւ այլ Տապկայի ուղությունից նաեւ միջև արևելք ամբողջ Եֆրատ գետի աջ ափը։ Եթե հիշում եք, կարող եք գնալ եւ մեր վերլուծությունում նայել, ես հստակ ասացի, որ այս կանանչով եւ հիմա կարմիրով ինչ նշել են, այսինքն այն տարածքը, որտեղ որ իրենք ռազմական գործողություններ են պատրաստվում վարել, որ ամեն դեպքում տեղի կունենա։ Եվ կենտրոնական իշխանությունների եւ Թուրքիայի համար առաջնահերթություն է, որ ամեն դեպքում վերահսկողություն հաստատեն այս տարածքներում։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, ամենահետաքրքիր այն է, որ 4 ժամ առաջ, այսինքն դա ստացվում է Երևանի ժամով մոտավորապես ժամը 3-ը այսօր, ապա այստեղ, այս հատվածում, տեսեք, Միացյալ Նահանգների օդային ուժը հայտնվեց եւ այստեղ, որտեղ որ ես կարող եմ ասեմ, որ մոտավորապես սահմանը այս հատվածում է հիմա անցնում, ենթադրում եմ, որ նույնիսկ խորացել են, որտեղ վերջի տվյալներով այստեղ տեսնում եք, այս նկարագրությունը նշվածը այս քաղաքը կոնկրետ Դեպսի Աֆնանի ուղղությունով, հետո էլ տեսնում եք այստեղ ջրով բաժանված է այս հատվածը եւ այստեղ կամուրջ է, այս Դեպսի Աֆնանում տեղի են ունենում մարտեր արդեն կենտրոնական իշխանության եւ քրդական ուժերի կողմից, այսինքն Մասկանայից հետո իրանք կարողացան շարժվել եւ 20 կիլոմետր եւս խորանան։ Միացյալ Նահանգների օդուժը 4 ժամ առաջ կրակել է լույսեր հատուկ այստեղ եւ ցույց է տվել այս լույսերով կարելի ասել, որ իշխանություններին, որ իրենք Դեպսի Աֆնանից այս կողմ չգան, այսինքն չգան դեպի Ատտաբրա այդ քաղաքը։ Չնայած դրա, եւ ես ձեզ դա նաեւ ցույց տվեցի, ուրեմն այստեղ են պաշտոնական տեղեկատվությունները, այս 5 հատվածում նշված են եւ տեսնում եք այստեղ կարմիրով նշված է այս քաղաքը, ուրեմն այս հատվածը նաեւ կարմիրով այստեղ նշված է, այս ամբողջ հատվածը նաեւ Տաբրան միջև այդ կետը, ուստի այս հատվածը, այս հենց Ալ-Տավրան եւ Ալ-Մուսայրիֆան, այս հատվածն է կոչվում Ալ-Մուսայրիֆան, ինչպես նաեւ այս կղզու հատվածը եւ ամբողջությամբ
Ալ-Մանսուրան նաև, միջև Ալ-Ռաքայի հատվածը, բայց այստեղ կամուրջներ չկան, եւ միջև վերջ, միջև Աս-Սաբխա եւ այս հատվածը ամբողջությամբ վերահսկողության տակ են գտնվում այս պահին, տեսնում եք, դեղինով նշված է քրդական ուժերի եւ կենտրոնական իշխանությունը պահանջում է, որ այդ հատվածներում քրդական ուժերը լքեն այդ իրենց հատվածները եւ որ իրենք պատրաստվում են ռազմական գործողությունների համար։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, ամենակարևոր հարցն է այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների այստեղ օդում լույսեր կիրառելը եւ ցույց տալը, որ այստեղից ավելի չխորանան միևնույն ժամանակ պատժամիջոցներով սպառնալը, որը տեղի է ունենում, եւ այս կողմից մենք տեսնում ենք սիրիական եւ ուրեմն թուրքական ուժերի գործունեությունը, թուրքական հատուկ ջոկատայինների մասնակցության մասին հստակ տեղեկատվություններ կան։ Բացի դրանից պետք է ձեզ ասեմ, որ ակտիվացել են իսլամական պետություն տերորիստական խմբավորումը նաեւ հարավում եւ ավելին։ Խոսք է գնում, որ սիրիական կենտրոնական իշխանությունները իրենց հարվածների ժամանակ օգտագործում են ակտիվորեն ուրեմն հենց իսլամական պետության դրոշները նաև։ Դրա պատճառով էր, որ այն դրոշը ուզում էի տեսնել ինչ դրոշ է, վատ է երևում, բայց հավանական է, գիտեք, սև դրոշը սպիտակով վրան գրված է, իսլամական պետության այդ դրոշը հավանական է, որ դա նաև կարող է լինել իսլամական պետության տերորիստական խմբավորման դրոշ, դե ում համար տերորիստներ, ում համար ուրեմն ոչ տերորիստներ։ Ամեն ինչ տարբերվում է, նաև ինչպես կգնահատես, Միացյալ Նահանգները անհանգիստ են, որովհետև տեսնում են իսլամական պետություն տերորիստների ակտիվացումը, հասկանում են նաև, որ Ալ-Հասակայի հատվածում պահվում է մոտավորապես 9000 ահաբեկիչ բանտում, որը պահում է SDF-ը, եւ Միացյալ Նահանգները ուրեմն մտահոգված է, որ եթե այդ 9000 իսլամական պետության ահաբեկիչը հայտնվի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ, ապա իրենց ազատ կարձակեն։ Զուգահեռ դրա ամենակարևոր գործողությունները հիմա տեղի են ունենում այստեղ, բայց նաև հարավում փոքր Մամբիջի ուղղությունով ես ուզում եմ ձեզ ցույց տամ այս հատվածը եւ ասել այստեղ, որ ուրեմն այս հատվածում տեսնում եք Միդանատ Սադ Թիշրին առաջ են անցել մի փոքր քրդական ուժերը։ Հարգելի հայրենակիցներ, ես պետք է նաև ասեմ, որ վերջի այս օրերի ընթացքում ակտիվորեն տարածաշրջանում մենք հետևում ենք թուրքական օդուժի գործունեությունը, այդ թվում ուրեմն Աքինչի եւ Բայրակտար ԱԹՍ-ների գործունեությունը, որոնք հարվածներ են հասցնում քրդական այս ուժերի ուղղությամբ։ Այսինքն թուրքերը եւ սիրիական այդ ուժերը գործում են միասնական, գործում են շատ ակտիվ եւ մենք նաեւ այստեղի դասեր պետք է խաղանք, թե Թուրքիան ինչպես է գործում եւ ինչ է անում։ Այս պահի դրությամբ ամենակարևոր հարցը մնում է ուրեմն այս դեպսի Աֆնանը, որ հանձնելու են, դա արդեն հարց չի առաջացնում իմ պատկերացումով եւ անցնելու են այս հատված ափի եւ այստեղ տենում ենք SDF-ը նաեւ կրակել է կենտրոնական իշխանությունների կամիկաձե դրոնների միջոցով, տեսնենք։ Այստեղ չի երևում կամիկաձե դրոնները, բայց ամեն դեպքում այստեղ նշված է, որ կամիկաձե դրոններ են կիրառվել։ Ամեն դեպքում, հարգելի հայրենակիցներ, հիմա գլխավոր հարցը այս հատվածում է, այսինքն Ալ-Տաբկայի ուղղությունն է որոշվելու եւ ոչ միայն միջև դեպի ուրեմն այս ամբողջ հատվածը, այս կենսական նշանակություն ունեցող հարցը, տարածքների հարցը կլուծվի։ Այս հատվածում խաղաղ է, որևէ փոփոխություն չկա, բայց այստեղ կամուրջել չկա, նույն Դերեր Զորի հատվածը, եթե նայենք, կամուրջել չկա, եւ դա կարևոր բաղադրիչ է նաեւ եւ պետք է նշել։ Ընդհանուր առումով այս պահի դրությամբ հյուսիսային հատվածում, որտեղ որ թուրքական զինուժն են, կայունություն է, եւ ես ենթադրում եմ, որ այս փոքր հատվածից, որտեղ որ քրդերը կարողացան խորանալ, իրանք հետ կշպրտեն, իմ պատկերացումով շատ հեշտ կլինի դա կազմակերպելը, հատկապես որ
Այստեղ են ուժերը հիմա, այստեղից ուժերը ուղարկել այս հատված մոտավորապես 40 կիլոմետր, ապա դա 1 ժամվա հարց է մոտավորապես եւ հնարավոր է որ հասնեն այստեղ եւ իրանց հետ շպրտեն, բացի դրանից ինչ վերաբերվում է այստեղից ուրեմն այս հատվածից մինչեւ Տավրա ընդհանրապես 30 կիլոմետր է։ Ես կարծում եմ որ մարտերը կարող են ծանր լինել այդ Տավրայի ուղղությունով այստեղ գլխավոր մարտերը կարող են այստեղ տեղի ունենալ, բայց իմ պատկերացումով քրդական ուժերը, եթե Միացյալ Նահանգները իրանց չօգնեն, ստիպված կլինեն հետ քաշվել եւ Սուվեյդա Քաբիրայի ուղղությունով անցնել, բայց հետո փորձել այս կամուրջը պահել, այստեղ ուրեմն հիդրոէլեկտրոկայան է, այլ ոչ միայն կամուրջ եւ քանդել այս կամուրջը չի ստացվի, բայց ամեն դեպքում պահելը այս փոքր կետը շատ հեշտ կլինի, այսպես ասեմ, եւ այստեղ կարան վերահսկողություն հաստատել եւ այդ դեպքում փաստացի մենք կստանանք 3 այսպիսի անցակետ, մեկը այստեղ այլ Տավրայի ուղղությունով, մեկը ավելի հյուսիս այստեղ, մեկը եւս էլ ավելի հյուսիս եւ այս հատվածում չկա այդ անցակետներ եւ այդպիսի իրավիճակը կայունացվի։ Հենց նա է ինչու մասին ես կանխատեսել եմ եւ ուղղակի ուրախ եմ, որովհետեւ դա նշանակում է, որ մեր ձեր հետ միասին աշխատանքը բարձր որակի է, որովհետև հաճախ տեղի է ունենում այն, ինչու մասին մենք խոսում ենք, ինչպես խոսում ենք եւ ինչպես քննարկում ենք։ Ամեն դեպքում կարևոր է, որ հետևենք իրադարձություններին, մոտակա օրերի ընթացքում այս հարցերը կպարզաբանվեն եւ կտեսնենք, թե ինչպիսի զարգացում դա կունենա։ Կարծում եմ, որ կարևոր էր, հետաքրքիր էր այս մեր նոր վերլուծությունը, կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք նորից, դա շատ կարևոր է, շնորհակալություն եւ կհանդիպենք հաջորդ վերլուծության ժամանակ։